Երաժշտական բացառիկ երեկո Գրեմի մրցանակի թեկնածու դաշնակահար եւ կոմպոզիտոր Սերուժ Կրաջյան եւ նվագախումբ Piano Rhapsody նոր ծրագրով միայն մեկ երեկո շաբաթ օրը հոկտեմբերի 25-ին երեկոյան ժամը 6-ին Փազնազ Փասադինա համերգասրահում բաց չթողնեք երեկոն տոմսերի համար այցելեք itsmyseat.com կայքեջը Բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտող, ես Գայանե Ավետիսյանն եմ, Հորիզոնի եթերում կրկին տեսակետն է եւ այսօր իմ տաղավարում ունեմ հրաշալի հյուր, տաղանդավոր դաշնակահար, կոմպոզիտոր Սերուժ Կրաջյան։ Բարի երեկո, բարի գալուստ տեսակետի տաղավար, բարի գալուստ Լոս Անջելես։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, սիրելի Գայանե։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, ուրախ։ Շատ ուրախ եմ քեզ այստեղ տեսնել հրաշալի նորություններով։ Սերուժը ժամանել է Լոս Անջելես, որովհետև ընդամենը մի քանի օրից ամսի 25-ին տեղի ունենալու հրաշալի համերգ Փասադենայում ժամը 6-ին մանրամասները խնդրում եմ արդեն պատմես ինքդ։ Այո, ուրեմն համերգը տեղի ունենա շաբաթ օրը ժամը 6-ին Փասադենայի մեջ, Փազնազ եկեղեցվո մեծ համերգասրահի մեջ եւ ինձ պիտի ընկերակցի իմ նվագախումբը, ուրեմն 3 դաղանդավոր հայ երաժիշտներ, Չուտագարանի Սինանյանը, percussion եւ թմբկահար Արտաշես Սինանյանը եւ գիտարահար Հայկ Բելերյանը։ Ուրեմն ինձ հետ արդեն շատ իրենք շրջակայած են համերգներով եւ շատ ուրախ եմ, որ այս նոր ծրագիրը իմ առաջին կատարողությունը պիտի ունենա Պրեմիերա է լինելու Լոս Անջելեսի մեջ, անունը Piano Rhapsody։ Piano Rhapsody, դուք արդեն վերադարձել եք Չիկագոյից նույն ծրագրով։ Այո, ադիգա Piano Fantasy-ներ, որ իմ առաջին ծրագիրն էր եւ ծևովը հոն այդ առաջին ծրագրի փակումը եղավ։ Եվ հիմա բացումը բիդելա նոր։ Մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ես բացումը անում։ Բոլոր քո հետաքրքիր նախագծերի բացումները խնդրում եմ միշտ Լոս Անջելեսում լինի, որովհետև քեզ անչափ սիրում են եւ սպասում են։ Մինչ անցնել համերգին, ես կուզեին, որ մի փոքր խոսենք քո երաժշտական հետաքրքիր ճանապարհի մասին, որտեղից է գալիս քո ճանապարհը եւ ուր է գնում քո երաժշտական հետաքրքիր ու այսպես բազմաբովանդակ պատմությունը։ Կարծեմ իմ երաժշտական ուղին զուգադիպություններու շարամն է, ուրեմն ես Լիբանան ծնած եմ եւ հոն բادرազմական վիճակի մեջ ծնողներս որոշեցին Տաշնամուրը բերել դուն եւ այդ տաշնամուրին վրա 4 տարեկան էի եւ սկսա ես մինագս նվագել, հետո կարևոր մրցույթը շահեցա Լիբանանի մեջ, երբ 7 տարեկան էի, շատ փոքր էի, եւ այդ արդեն ջամփապացավ այս երաժշտական ուղին սկսելու եւ ատկե վեր գարձես թե երաժշտությունը ինձի բռնեց, տաշնամուրը ինձի քրգեց եւ մինչեւ այսօր այդպես գրկել եւ բաց չի թողել։ Այո, բաց չի թողել եւ ուրեմն Լիբանանի մեջ սկսա հետո արդեն Կանադա փոխադրվեցանք հոնդեղը համասարանի մեջ իմ ուսումը վերջացի իսկ ուսումս կատարելագործեցի Գերմանիո մեջ եւ հետո Իսպանիո մեջ դարձա պրոֆեսոր հոնդեղի երաժշտանոցի մեջ բայց մինչեւ անշուշտ միայն համերգներով եւ ծրագիրներով սպառած հետաքրքիր շատ ճանապարհ է այսպես համաշխարհային, մշակույթներով տարբեր Լիբանանից մինչև Իսպանիա եւ մինչև Միացյալ Նահանգներ կարծում եմ, որ դու հրաշալի հայ ես, որովհետև ես որքանով որ գիտեմ, բոլոր երկրներում եւ որտեղ է որ դու լինում ես, քո երաժշտական ուղին գլխավորում է հայկական երաժշտությունը, ինչը շատ գովելի է, դու միշտ նվագում ես հայկական երաժշտություն, միշտ հեղինակներին նվագում ես, այս անգամ էլ կարծում եմ լինելու է հայկական ծրագրի մեջ կա արդյոք հայկական։ Միշտ կա եւ ինձ համար շատ կարեւոր է, որ հայկական երաժշտությունը մանավանդ ես գմշագեմ այդ երաժշտությունը ամենալավ, ամենավորակավոր ցևով ներկայացվի հանդիսադեսին եւ ես շատ կսիրեմ մեր ժողովրդական եղանակները առնել եւ շատ ինքնուրույն ցևով ներկայացնել
ասենք թե մեկ գդորմը որ շատ ժողովրդականություն վայելած է իմ համերգներուն ադեն Վիվալդին երբ Ռափամա գուտե Ռափամա ուդող Վիվալդի այսինքն Վիվալդի 4 եղանակները գխառնվին Ռափամայի հետ եւ հետո Շալախոյի հետ ուրեմն այս անհավանական հանդիպումները ես շատ կսիրեմ ստեղծել եւ նաեւ ինչպես որսի մեր ժողովրդական երկերը այս անգամ նուբարը բիդելա հայդակրի մեջ սարի աղջիկը բիդելա սարի սիրունյարը բիդելա եւ ուրեմն այս շատ կսիրեմ ներկայացնել միշտ հայկական երաժշտությունը բայց դարբերված ձևով այո յուրովի քո ձեռագիրն է հա signature այո դրա համար էլ երևի թե ժողովուրդը ասենց այսպես միշտ սպասում է որովհետեւ մի քանի վիդեոներ նայելուց հետո հասկացա որ այդ հայկական հատվածները շատ ոգևորիչ են երբ որ փոխում ես մի փոքր դարձնում ես քոնը ժողովուրդը շատ ավելի ոգևորված լսում է կարծում եմ հրաշալի համերգ է սպասվում նաև բացենք փակագծերը ունենալու ենք շատ տաղանդավոր հատուկյուր համերգին Սամվել Երևինյանն է այո Սամվել Երևինյանը հատուկյուր է եւ ես իսկապես մեծ բադիվեր իր հետ արդեն համագործակցել Տորոնտոյում մենք համերգ նվագեցինք եւ գրնամսել որ մեկ օր ունեինք գես օր ունեինք հանդիպեցինք նվագեցինք միասին երևի մի անգամ եւ արդեն փեմ բարձրացանք անշուշտ մարտի գսին ուրեմն քանի ամիս փորձրած եք որ ասներգայացիկ եւ անշուշտ չսինք իրականությունը ինչ տաղանդավոր մարտիկ փորձ անելու կարիք չունեն բայց իսկապես Սամվելը հիասքանչ ճուտագահար արտիստ եւ երաժիշտ լալե ավելի լավ հայ եւ լավ մարդ է եւ միշտ հաջելի իրեն հետս ունենալ փեմի վրա այո այնպես որ բոլորին խորհուրդ ենք տալիս արդեն տոմսերը շատ քիչ են մնացել գնեք տոմսերը Փազնաս այո ուրեմն Փազնաս իսկ տոմսերը It's My Seat ժամը 6-ին հոկտեմբերի 25-ին հրաշալի համերգ է տեղի ունենալու ես ուզում եմ նաև խոսենք քո ապագա պլանների մասին եւ արդյոք այս հետաքրքիր ծրագրով մի քիչ հեռու կգնաս այսինքն Հայաստան կգնաս կամ հրավեր կա կամ ցանկություն կա նաև այնտեղ, որովհետև այնտեղ էլ շատ են սիրում մշակույթը եւ երաժշտությունը եւ հատկապես այն ինչ որ նրանով ինչով դու զբաղվում ես, այդ իմպրովիզացիաները եւ այլն Հայաստանում էլ են շատ սիրում։ Այո։ Անպայման նախ ասեմ որ ուրեմն իմ նախորդ ծրագիրը Piano Fantasy-ին պրեմիերան Հայաստանի մեջ եղավ։ Արամ Խաչատրյան համերգասրահում եղավ եւ ես մասնավոր զադեցի Հայաստանը նախ որովհետեւ կուզեի հոնել այս համերգը, բայց որովհետեւ նաեւ Երևանյան հանդիսադեսը շատ դժվարահաճ է եւ ես մտածեցի որ եթե հոն հաճողի եւ տեսնեմ որ լավ, ասենք լավ պիտի վերապերի ուրեմն ամենտեղ լավ կլինի ուրեմն ամենտեղ լավ կլինի եւ այդպես ալ եղավ հոնը սկսա եւ ատկեվերջ Հյուսային Ամերիկայի շատ նկարներում մեջ այդ նույն համերգը շարունակեցի։ Այս պարակային LA կսկսեմ, Los Angeles կսկսեմ, բայց անշուշտ Հայաստանը միշտ իմ ծրագրի մեջ կա։ Ինչպես է ստեղծվում գաղափարը։ Օրինակ դու շատ տաղանդավոր երաժիշտ ես, ինչպես ես կազմում գաղափարը, ինչից ես ոգեշնչվում, որ հենց այս ծրագրով պիտի հանդես գաս։ Ինչպես ես ընտրում երաժշտությունը, հեղինակները։ Այո, ես միշտ կուզեմ իմ համերգով պատմություն պատմել, որ հանդիսադեսը բնավ չմոռանա։ Եվ ինձ համար այդ անհավանական հանդիպումները շատ կարևոր են, այսինքն միշտ հարցնել, եթե Ջիմի Հենդրիքսը Պրոկոֆիևին հանդիպեր, ինչը կդարվեր, եւ այդիկա գրնակ լսել շաբաթօրը, կամ եթե արաբական աշխարհի մեծագույն աստղ Ֆեյրուզը, եթե Մոցարտը Ֆեյրուզին սիրահարվեր, ինչ կբադահեր։ Ինչ կգրեր։ Հետաքրքիր։ Եվ անշուշտ ինքպես որսի Վիվալդին Ռափամայի հետ եւ ուրիշ շատ այսպես պատմություններ, որոնք գմնան հանդիսադեսի հետ եւ վստահ եմ հանդիսադեսը
չի լսել այդպես բան եւ կարեւոր է ինձ համար իմ հայդակրերով հանդիսադեսի երևակայությունը բանալ եւ ավելացնել եւ ուրիշ բանն շատ կարեւոր է ինձի որ երաժշտությունը սահմաններ չունենա ոչ ժանրային սահմաննել ոչալ գաղափարային եւ ոչալ ազգային սահմաններ այսինքն լավ ներկայացվի բայց հետաքրքրական մոդեցումներով Այո, որովհետև իրականում, այո, ինչպես որ սերը լեզու չունի, հա, բոլոր լեզուներով էլ նույն սերն է, հա, գովերքում են, այսպես էլ նաև երաժշտությունը։ Ես շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ տաղավարում ես, քեզ մաղթում եմ հրաշալի համերգ, իսկապես չեմ կասկածում, որ փառահեղ հրաշալի ֆանտաստիկ համերգ երեկո է սպասվում, ամսի 25-ին ժամը 6-ին, խնդրում եմ մտեք եւ ամրագրեք ձեր վերջին տոմսերն են մնացել Ես էլ ամեն ինչ կանեմ, որ կարողանամ գալ քո համերգին։ Շնորհակալ եմ, որ դու այս քո հետաքրքիր ծրագրով պրեմիերա ես անում հենց Լոս Անջելեսում հայության համար եւ քեզ միշտ սպասում եմ իմ տաղավարում հետաքրքիր ու նոր գաղափարներով։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Շատ շնորհակալ եմ։